մարդը պիտի իմանա, որ այդ Սուրբ Հոգու պարգև նա եւ ականջները եւ սրտերը բացի եւ Տիրոջ ձայնը լսի։ Գիտեք սերենենս, իս Երեմիա մարգարեն եղել է ունեցավ մեծ գործորավոր պարգև ունեցել, որ ինքը լսել Աստծո ձայնը, տեսել կա տեսել եւ ինչ Աստված ասել Իսրայել, ինքը փոխանցել է ժողովրդին եւ ժողովուրդը շատ ժամանակ չեն լսել։ Գիտեք, որ 23 տարի անցել է եւ այն բաները, որ Երեմիա մարգարեն խոսացել է իրանց, եւ իրանք չեն լսել, անունը փառավորվի Հիսուսին, անունը փառավորվի, հալելույա։ Գիտեք սիրեներս, ինչքան այդ մարդը տարապ է, ինչքան իրար ծեծել, կծել գուբը, բանդը, ինչքան իրար հացի ջրի վրա նստացրել, այդ մարդը միշտ, ես միշտ մի անգամ 37 գլխումը գրած է, որ թագավորը կանչել է Երեմիայի գուբից, այն խոր տեղը գցել են իրանդեղ, քանի վաղ, շատ ժամանակ ինքը մնացել անդեղ, եւ ինքը դխից այդ գուբից կանչել է Երեմիային, ասում է, կա Աստծուց խոսք։ Գնա քո մարգարեներից ծրծրով որ դրսումն են, ինչ ես այդ գուբի մարդից հրցնում կա Աստծո խոսք, ինքը գուբի մեջ է եղել, բայց խոսք ունեցել Աստծուց, անունը բան, ասմակա գնալ ես բան, գնալ ես պլեն չի բան չի, այդ անունը չի, գերի ես գնալու, կարայ ասել, այ աղբեր ջան, ես քեզ մի բան ասեմ, բայց դու ինձ բանդից ազատ ես քեզ մի բան ասեմ, պրամոտ չկատեն անվախ, ասմա գնալու ես գերության, որ չապաշխարես։ Եվ այդ մարգարեները չեն վախեցան, ինչ զորություն են ունեցած սիրելիներս։ Թագավորի դեմ կանգնած են եղել, այսօր մարդու դեմ կանգնում ես, սրտը վախվա մի խոսք ասես, իրանք թագավորների դեմ կանգնած են եղել, որ կարային իրանք սպանեն յա թողեն սաղ եւ չեն վախեցան եւ այդ գործը կատարեն Սուրբ Հոգու գործը, անունը փառավորվի Տերս։ Մեզ Հիսուս Քրիստոսը տվել է զորության Հոգի անունը փառավորվի, սիրո հոգի, ցելիմուդրիա անունը փառավորվի։ Գիտեք ծնունդոց սկզբից գրած ասма, սկզբից Աստված ստեղծել է երկինք ու երկերը եւ Սուրբ Հոգին ասма, Սուրբ Հոգին ինչ արա ջրերի վրա շրջում էր։ Ես դեռ կարդում էի նորի ասում Տեր Աստվածին, այդ Սուրբ Հոգի կամոտ ամնաստեղծված օրից մալա եկել տեղ որ մտի մեկի մեջ եւ Հիսուսի անունը փառավորվի, հալելույա։ Փառքից Աստծո անունը փառավորվի սիրելիներ։ Ես դες կարդում էի նոր ասում Տեր Աստվածիմ անունդ փառավորվի ինչքան այդ Սուրբ Հոգին պտտել է ջրերի վրա երկինքում ինչքան է պտտել որ դու կանչել ես ինձի յուրան այս աղբերներս քուրիկներս մանես եկել որ այդ Սուրբ Հոգամար տեղ գտնես որ ինքը մտե մեզ մեջ եւ քո անունդ փառավորվի Հիսուս Գիտեք սիրելիներս, հետ որ եկել է գերության ժամանակ եւ իրանք սաղ տարել են գերության մեջ, Երեմիա ունել են բաները գցել են, նալերը, այդ բաները, կանդալները գցել են, բայց էդի Նավախոդոնոսորի բանը, այդ տելախրանիցելը, ասել է, եկել է մոտիկացել է, շատ հետաքրքիր խոսք է, 40 գլուխը, եւ մոտիկացել է Երեմիային ազատել է, եւ ասել է, տես ինչ ասել, եւ ասել է, Начальник телохранителей взял Еремею и сказал ему, Господь Бог твой изрек это бедствие на место это. И навел его Господь, сделал то, что сказал, потому что вы согрешили перед Господом и не слушались гласа его, зато постигло вас это. Пастор Навуходоносор телохранителя, ինքը Աստծուց պատգամա ունեցել, որ եկել ասել է դուք ձեր ազգը չեք լսել Դրա համար էդի սաղ ձեր գլխի վրա եկել է։ Հիմա Քրիստոսը իր Սուրբ Հոգու միջոցով մեր սրտերը մնել է խոսում, աղբերները շրջերը մնել է խոսում։ Այս կյանքի մեջ, առօրյա կյանքի մեջ, այս արևով, լուսով, ամեն ինչով ինքը ուզում ապացուցի, որ ինքը ստեղ ներկա է մեզ մեջ է, մեր մեն հետ է, եւ ուզում է որ մենք իրան կյանքը կատարենք, որովհետեւ ինքը ասել է, «Я виноградная лоза, а вы ветви на виноградной лозе». Ոնց է այ Ասма, ես գործն եմ դուք ճուղել, եթե իմ վրա հաստատված չնեք չեք կար։ Ասма, когда корень свят и все свято։ Ասма, որովհետև արմատը որ սուրբ է, սաղ սուրբ, ասма, որովհետև ճուղը չի արմատին սոկ տալիս, բայց արմատն է սոկ տալիս, կերակրում է ճուղը, փառավորվի Տերս։ Այդ ժողովուրդը դաժե չեն ուզեցալ խոնարհվել, չեն ուզեցալ լսել, ինչ ասել Աստված, իրանք չեն
Իրանց կարիք չի եղել հետագայի մասին մտածել։ Կարիք չի եղել, այդ մարդիկ չեն ուզեցել լսել, ինչ եղնի, գերի գնան, ինչ կանեն, ինչ կան։ Իրանք իմացել են, որ Աստված այդքան ողորմած է, ինչքան է այսօր բեմից խոսում են, ես չեմ ասում, մեր մոտ ամեն տեղ խոսում են, օ Աստված սեր է, Աստված սեր է, Աստված սեր է, Աստված սեր է, անունը փառավորվի։ Ամեն։ Բայց Աստված մեղքին այդ գործ չի ունում։ Այո։ Որ մարդը գործանում մեղքի վարձը մահ, всё, Աստծո խոսքը կատարյալ է, եւ ինքն իր խոսքի տերը, փառավորվի Տերս։ Ճիշտ է մեր ժամանակում ենք ստեղապաշխարելու, բայց Աստված ուզում է մեր հասակի մեջ ուժը մեկ կատարելություն ունենանք սերներս։ Եթե չի նշանակում, որ կատարյալ մարդը ինք ասում, օ, ես կատարյալ եմ, հասել եմ, ինձ հարբարձեր երկև, քանի հոգի է այստեղ կատարյալ մարդը, ասում է, այդ ով ասում է, նա այդպես ինչ ասում Քրիստոսը, իր սուրբ շրտերով ասում, ասում է, չէ որ ասում է, ով 100 գար ունի, ասում է, մեկը որ կորչ է, 99 թող է արդարներ են, որ իրանք կարիք չունեն ապաշխարելու։ Այդ ով են այդ մարդիկ 99, որ կարիք չունեն ապաշխարելու, միոժեր ես երկիրի վրա սուրբ մարդ չկա Քրիստոսի համար։ Անունը փառավորվի։ Այդ մարդիկ չեն ուզեցել լսել Քրիստոսի խոսքը, չեն ուզեցել մարգարեները լսել եւ գնացել են գերության։ Եվ Երեմիան եւ Ավասը ազատ վերա, ինքը ասել է, ահա ես քեզ ազատում եմ։ Տեսեք ինչ ասում։ Ուզում ես գնա ինձ հետ Բաբելոն։ Ես քեզ ամեն ինչով կօգնեմ։ Ուզում ես մնաս տեղ կամ կտկունու տա, պատկերացրեմ եք։ Նավախուտանոցը հրամանա տալիս Երեմիայի մարգարեին, որ ընտրի ինչ ուզում ես։ Այո, например, ես տենց մտածում եմ, ես երկու օրը կարդում եմ, ես միտքս է դրա վրա է, ասում Տեր Աստված եմ, կուտա еще лучше Բաբելոն գնաս, թագավորին ման կապրեմ Երեմիան։ Կարա է գնային օրքուրի։ Չէ, Երեմիան չի կարա գնա։ Երեմիան չի փնտրել իր համար փափուկ բարձ։ Ինքը չի փնտրել այդ սար կյանքը տարապելա, չարչարվելա, տարապելա եւ ինքը իմացել է, որ ինչքան միջով վեր տարապի, երկինք արքայությունը կժառանգի, անունը փառավորվի։ Ինքը կարա է գնայի Բաբելոն, գնայի ինչ ասես, ասում է ինչ ասես կամ կտկատար եմ այդպես։ Եվ կուտա еще лучше, ապարիկը Փաշինյանը կգա ասել, այնուշկա ինչ ես ուզում։ Ինչ ասես կկանեմ քո համար։ Հայ քեզ բան, մարդը կարող է հայնի սразу։ Կներես էլ ամիշկա։ Կասը, конечно, давай мне администрацию тур, на тур, бан тур, эс тур, эн тур. Համուս ես լավ չի աշխատում, օգնի մեզի։ Բայց գիտեք սերերս, ինչ եմ ուզում ասեմ։ Ես վերադարձեմ ես Երեմիայի մեջ, հիշում եք Ելիսեյը, որ սոն հոգին իչել է վրել, երկու անգամ զորավոր։ Գրած է Երեմիան, Ելիսեյը գնաց է սկզբից Երիխոն, որտեղ անեցված քաղաք է եղել, եւ դրանից հետո գնացել է Գալգալ։ Գալգալը գիտեք ինչ է եղել։ Մարգարեները խրոված են շարքել իսելալ, սպասել են որ Ելիսեյը գա։ Հիշում ես դա։ Դեռ գիտես ինչ է եղել։ Սով է եղել։ Այ ախպեր ջան, այդ ուր ես գնում, այ Ելիսեյ։ Լսում ես բրա, Անդրանիկ։ Գնացել այնտեղ, որտեղ սով է։ Աստծո զավակները չեն փնտրում նրանց համար փափուկ բարձ, փափուկ տեղեր, սիրելիներս, հասկանում եք, ոնց որ այսօր դնում եմ մեր գլխերի տակ, Աստված սեր է սաղամեն ինչը, այսօր կարդացել է քանի անգամ եղբայրները կարդացել, որ մեկ կանչված եք Քրիստոսի անունը համար չարչարվելու եւ հեն որ շատանում այդ չարչարանքը Քրիստոսի անունը համար մխատարություններ է չարչարվում Հիսուս Քրիստոսից, բայց որ մեկ չարչարվեք, չի տարապեք, գայթակղությունը չանցնեք, որտեղից մխտարությունը գա, մխտարությունը չի գալու եւ Քրիստոսի փառքը մեր մեջ չի բարձրանալու։ Դրա համար մարդը պիտի ստեղես երկիրի վրա տարապի չարչարվի Քրիստոսի անվա համար եւ էդի մեծ բարձրագույն պատիվը մարդու համար փառքերոջս։ Ամեն։ Գիտեք սերես դրանից հետո Երեմիա եկել է Գոդոլի մոտ, այդ մարդը, մի հատ մարդ անտրել Նավախոդոնոսորը եւ դեր թողել է աղքատների, բանի խաչան դեր թագավորական բաներն են եղել, աղջիկերքը էլի, եւ հայի մարդ մնացած եղել, այդ Գոդոլիը դրել է մեծը Նավախոդոնոսոր, որ ինքը դեր իշխանություն աներ, էլի դեր թագավոր, ոնց որ թագավոր, բայց թագավոր չի եղել, նա Չարլզ էլի, սենց է գրած։ Եվ հեն որ այդ Գադալիան սկսել է իշխելը, դեղ մի հատ մարդ է եղել, Երեմիան դեղ է եղել, ուշադիր լսեք։ Երեմիան իրաց նետ է եղել, բայց դեղ մի հատ մարդ է եղել, անունը Հովանես է, ինքը
կարի ազգից, էլի, կարի ազգից, էլի, հրա ազգից է ինքը եղել։ Ինքը մոտիկացել այդ Գոդալիի մոտ եւ ասում է ամավացի թագավորը Իսմայիլին խարկել է, որ քեզի սպանի։ Արի ես գնամ Իսմայիլին սպանեմ, որ քեզ չսպանի, որ դու այդ գործը անես, որ այդ ժողովուրդը տվել են քեզի, որ ստեղ իշխանություն անես։ Գիտեք այդ Գոդալին ինչ ասում։ Ասում է դու սուտ ես ասում։ Ինքը չի կարող պատահի, որ ինքը գա ստեղ սպանի։ Ես ստեղ միտք եմ առնում։ Տեր Աստված եմ, այդ Գոդալիան Իսմայիլի համար ինչ բարի սիրտ է ունեցել, ինչ բարի խշմտանք է ունեցել, որ ինքը հույս է դրել, որ այդ Իսմայիլը ուրեմն ճանաչել է, չէ՞ որ ինքը ասել է, չի կարող պատահի, սուտ ես ասում։ Այսօր ասում է Աստծո խոսքը ասում է, քու տեղաշորում կնգան անից բանը դերան փակի ասում է։ Աստուծո նույն երեմը ասում։ Ես երենես այդ Իսմայիլը, այդ Գոդալին ինչքան ուզեց ու դիտացավ, որ Իսմայիլը ստեղ կեղտուտ գործ չի անելու, որ ասել է սուտ ես ասում։ Բայց մի քանի վաղ անցել է Իսմայիլը 10 հոգի գալիս է, այդ Իսմայիլը գալիս Հովհաննեսը այդ Գոդալին հացա կերագրում, խնջուկ է սարքում, իրան գոտում են խմում, հետո Իսմայիլը հելնում է այդ Գոդալին սպանում է։ Չի հավատացած սերերս։ Հարաբերությունն հենց եղել որ չի։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը մի անգամ ասել է Ցեզարից մեկը ինձ մատնելով։ Մին ավետարանի մեջ գրած ով է Տեր Աստվածը, ես եմ ելը։ Սաղ աշակերտներ ասում են ես չեմ։ Գիտեք սերերս, այսօր ինչքան կարևոր մարդ է, որ իմանա ինքը ինչ հարաբերություն ունի Քրիստոսի հետ։ Ինչքան կարևոր է մեզ այսօր, որ ինքը մեր մեջ է, որ մենք ձլված ենք անունը փառավորվի։ Եվ իրան կամքը կատարենք, Երանի նրանց ով էլ լսում են, կարդում են, լսում են եւ կատարում են իմ խոսքս։ Անունը փառավորվի։ Եվ իրան սպանեց սիրեներս։ Տեսեք ես ինչ եմ ասում սիրեներս, այդ Հովհաննեսը, որ լսում է որ իրան սպանել են, այդ ժողովուրդը ծրած է մնացել։ Զորքը հավաքում գալիս է այդ Իսմայիլը լարում է գնում այնտեղ, այդ զորքը, այդ սախը ժողովրդին հավաքում է մինտեղ եւ ուզում են գնան Եգիպտոս։ Եվ նոր միտք են առնում, որ իրաց մեջ մարգարեկը, շատ հետաքրքիր է այդ մարգարեն խիչ ասել Գոդալին, ախպեր ջան, քեզ սպանել են, փախչիր, բաներա, այդ գնա Իսմայիլը եկել է, երեմիա մի խոսք չի ասել։ Գիտեք սերերս, սա այսօր մի հատ տղա, ես իրան ստանը երևի 18 տարի առաջ աշխատել եմ, էլի, 18 տարի առաջ աշխատել եմ, ինքը համեստ տղա է, էլի, ես տենց, ճիշտ է աշխարհիկ մարդ է, բայց համեստ տղա է, ես որ սպասել եմ քեզի ինտեղ, կակրազ ինքը չենք ապրել, այդ մեջ չեմ 13 տարի, ոչ իմ ինչ արգումա չեմ հիշում։ Ինքը եկել է մի քիչ Աստծո խոսք է խոսացել, բան, ինքը շատ լավ խոսում էր Աստծո խոսքը, ամեն ժամանակ հետո տեսել եմ լսել է։ Ինքը ասում է մի հատ բան պես պատմի, ասեմ դե պատմի։ Ասում է մի հատ փոքր ցիկի կարելում ասում է։ Մի հատ փոքր բուն ունի, բուն։ Ճիշտ եմ ասում բուն։ Ասում է մի անգամ, ուրախ է եղել գալիս էր իրան բունը, բան մի անգամ ասում Աստված քամիա խարկել, այս բունը կապանվեց, գցեց, այդ փոքր մի հատ բան է ցիտիկա, նխացել Աստծուց։ Եվ տրտմում է մի օր, երկու օր, Աստված մոտիկացել ասում է ինչ ես տրտմում ինձ արես։ Ասում է մի հատ փոքր բուն եմ ունեցել, այն քամիս խարկել տարել է։ Աստված իրան ասում է այ ցիտիկ ասում է Քշիրիս օծը պիտի գայր, այդքս բունից մեջ ուտեի, ինքը հիտեսել ակո բունը, տրամար այդ բունը լարն եմ, որ քեզի կենթանի թողեմ։ Այ ասում Տեր Աստվածը, այդ հիմաստուն, ինչ հիմաստության բան է էլ եղել։ Այդ մարդուն սպանել է, ինքը չի ընդունել այդ բանը։ Որ օրյան ասել է Աստվածը, Հովհաննեսի բերանից ասել է նայեք այդ սպանել չի ընդունել։ Տեսեք միտքը, տեսեք նայեք։ Եվ այդ ժողովուրդը, որ Հովհաննեսը եկել է իշխանությունը վեկալել իրան ձեռքի տակ, իրանք ուրախացել են, որ ինքը Աստծո կամքը, պատկերացրեք այդ Իսմայիլը խարկել է, որովհետև ինքը պիտի խարկե իրանց ամոնիցանի մեջ եւ իրանք դեռ գերություն ունի, Իսմայիլ, այդ Հովհաննեսը իրանց հանել այդ գերությանը, պատկերացրեք Աստծո կամքը կատարեց։ Այսինքն մարդկանց համար բարի գործ արեց։ Եվ եկել են սաղ Երեմիայի մոտ եւ ասել են Գնաք Աստծուց աղոտ կրա, ինչ Աստված ասի մեզ անեք վատը, չարը, լավը, մեկը հոժար եք անելով են։ Ինք ասում է նայք, դուք
Հիմա վկայներ եք սաղ Աստծո առջև, որ դուք ասել եք գնա Աստծո սրծելու, ինչի քեզ ինձ կասե, մենք պիտի անենք։ Եվ Երեմիան գնացել է 10 օր աղոտ կանում, 10 օր, սիրելիներս։ Շատ հետաքրքիր է, խիտ 10 օրվա մեջ Աստված իրան պատասխան չի տվել։ Ոնց ես դու իմանում Սարո ջան։ 10 օր Երեմիան միած շերտերը բացում էր Աստված պատասխան տա, բայց 10 օր Աստված Երեմիայի մարգարեին պատասխան չի տվել։ Գիտեք, որովհետև ինքը իմացել է իրաց չար սրտերը, որ իրենք չեն լսելու Աստծո խոսքը, ոնց որ իրենց հայրերը, պապերը, իսկ սաղ այդ ազգը, որ խստացած պարաններ ունեն։ Պարանոց, բաց։ Պարանոց, հա։ Երեմիան խեղճը 10 օր, կարող է 10 օր ծովի մեջ է եղել, աղոթում, այդ մար Աստված առաջ ձնջուր չի անում, հետո Երեմիա խղճացել է, Երեմիան ասում է գնա ասես տենց, և Երեմիան գալիս է, սիրելիներս, և ասում է չգնաք Եգիպտոս, գնալով եք, ինչից դուք վախում եք, ժայրից, բանից, սուրից, բանից, սաղ գալված ես դեղ սպանել ձեր զավակներին, մին քանի հոգի է մնալու սանք կենտանի, չգնաք դեղ, բայց ասում է դուք հիմա հարապատասխան չեն տվել Սարո, պատասխան չեն տվել ուրան, Երեմիան ասում է, բայց դուք հիմա նեղանչել եք Աստծո առջև, որովհետև դուք չեք լսում Աստծո խոսքը և ուզում եք ուժե գնաք Եգիպտոս, պատկերացնում եք, երեք Հովհաննեսը խոսում այդ մարդուն է, այս աղ ժողովուրդը, ես եմ նստացներից Հովհաննեսը որ լսում եմ, ինքը ճշմարտությունը ասում է Սուրբ Բողովոցած խոսում է, այդ մարդու դեմ ես աղոթում եմ, տեսնում եմ այդ փակ, չի մտում այդ խոսքը, չի, փակել է սիրտը, չի կարող, Երեմիան տեսել է, Աստված իրան բացել է աչքերը, որ այդ չարացած մարդիկ չեն ուզում լսել։ Եվ իրաց վերջի կորուստանը Երեմիան ասում է մի գնացեք Եգիպտոս, կգնաք, կմերնեք սաղ ձեր զավակներով, ընտանիքներով սաղ կգործանում եք մի քանի հոգին վերադարձնելու։ Մի գնացեք, գնացել է Եգիպտոս, դեղ սաղ կուտորել է, գիտեք ինչ եմ ասում։ Ասում է Աստված չի քաղաքել քեզի։ Վարուխն է քեզ բանանում, գզում, որ դու մեզ կուտոր ես ասում։ Պատկերացնում եք սիրելիներս։ Ինչ եմ ուզում ասել։ Այդ Հովհաննեսը, որ մարդկանց մարմինները փրկել է, էլի, չեն սպանել, չեն գրացել գերության ամավիցանների մոտ, կարող է դեղ իրաց սպանել, չեն մանում իտ կանային իրաց, գերության մեջ կրնեն։ Մարդկային ձևով կապոտը բարի գործ արալ, բայց Աստծու գործը, Աստծու չի ուզեցալ կատարել, սիրելիներս։ Գիտեք սիրելիներս, ես ուզում եմ մեզ համար, վերադարձնեմ մեզ համար, մարդ կարող է, ընդուն է Աստված կա, ընդուն է Սուրբ Հոգին, ընդուն է աղոթքներ, ընդուն է պաշտամունքը, ընդուն է, բայց Աստծու գործը, կամքը չուզենա կատարել։ Չուզենա խոնարհվի, որովհետև ասում է Սուրբ Հոգին կարող է քեզ սովորացնի, դա չի նշանակում, որ աղբերների միջոցով պիտի խոսել։ Սուրբ Հոգին քո մեջ ասում է, ձեռքդ մի մեկնի չարության, մի մեկնի այս աշխարհից բան չօգտվես, մի գպչասպա, не прикасайся к этому миру, не чистому, не прикасайся։ Այսօր մարդիկ գալիս են առաջի երկու անգամ միած ձեր սակարությունն են անում, գիտեն դա սրբության մեջ են, բայց իրենց կյանքը որ տեսնում ես մեռածի քրիստոնյաների նման են ապրում, դագաղների նման։ Աստծո խոսքը իրենց սրտերի մեջ չի աճում, լոբոյ քուրիկ այսօր 90% քուրիկին քանի է, ես մի շաբթվա մեջ երևի 10 անգամ։ Ինչ քուրիկ ախպեր տեսնում, գնաց որ այդտեղ, ինչ գիտեմ, այդ մի հատ բանից կայանից Այն որ անցնում ես, այդ կայանից դեռ մի հատ մագազին կա, մեծ երկու իրական մոլա չէ, մոլ չէ, կայանի։ Հա, ոչ։ Գնացել եք դեր աղջիկներ ինչ են ուզեցալ առնին քուրիկները։ Գնացել եք դեր մի հատ, ես կանաց սպասում եմ ինքը գնացել են դեր Արտուր անում, ես կանաց սպասում եմ մի հոգի գալիս է ստենց անում։ Գնում է։ Գսենց անում գնում է, սենց պտտում է, տուրա գնում է, սուդա գնում է, տուրա մի հատ 40-45 տարեկան տղա է։ Ես գնացի դեր պտտեցի եկած ասում ես ինչ ուզում ինձանից է։ Եկա կալեցի ես մա։ Կներեք ասում է։ Ձեր անունը Արմեն չի, ասում հա Արմեն։ Ես իմացա դա բանից է, ես միլիցայությունից է, էլի։ Ասի եկա տոշին։ Ասում է, սլավ բում։ Իրականում ասում սարավ ջան։ Աստված որ դիվար ասած Աստված որ դա ասեցի всё։ Միլիցիա չի։ Չէ, միլիցիա չի։ Оказывается, YouTube-ի մեջ ինձ տեսել է։ Քանի մի շաբթում 10 անգամ ինձ ասել են YouTube-ի մեջ տեսեք, ասում խղճալի մարդիկ եք դուք, որ գնացել եք YouTube-ի մեջ։ Գիտեք սիրելիներս, քեզի չէր ճանաչել։
Որ չտենար չէի ճանաչում։ Ավելի լավ չի ճանաչեին այդտեղ ասում Պողոսարակյան ասում մեզ չեն ճանաչում բայց ահա Աստված է մեզ ճանաչում անունը փառավորի Հալելույա слава Богу գիտեք սիրելիներս մարդը ես օրինակ ինձ համար աբացել եմ այդտեղս ես խոնարհվեցի Տիրոջ առջև երկու օր դրա մեջ եմ ապրում մարդ կարող է քանի գործեր անի Աստծո համար բայց իրան խոսքը չկատարի միջև Դրա համար ես ուզում եմ այսօր աղոթք անենք սիրելիներս Ինձ համար, ձեզ համար էլ որ մենք Աստծո խոսքը, գործը միջով վերջ կատարենք դաժե մեր կյանքի գնով անունը փառավորվի Այդ ու բանը այլ է մտի որ տեսնես դժվարանում եմ ես խոսքը Դաժե մեր կյանքի գնով потому что այս մարմինը մեր չի այս հոգին մեր չի այ մեզ համար ոչ մեր է ոչ մա չկան այստեղ Մենակ մեղքերն են Քրիստոսը վեկալորած վրա Գալգոթայի խաչում խաչելա անունը փառավորվի Համաձայն եք սիրելիներ Այո ամեն այո Որ մեր ժամանակը գա ծովիկուր համաձայն ես որ ժամանակը գա կարակ ամեն ինչը թողեք եւ ասեք Տեր ահա մենք Ձեր կուստրուկները պետքա կյանքը տար, պետքա ունեցվածքը տար։ Գիտեք, մի հատ բան էլ ասեմ, Աստված ինչ է բացել մի հատ։ Որտեղ որ գալիս եք այս վայրը մի հատ տարբեր տեղերը որ մենք հավաքում ենք եւ Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա, անունը փառավորվի եւ բոլորից դες լուծում է, չի կարող մեկը երկուսը մնա դատար, բայց աստանում մի հոգուց դες սնվում եք, ճիշտ ասել ես, ճիշտ եմ ասում։ Ճիշտ Հիմա այ որ մեկ հասնենք, որ մարմինավոր ստենցրնենք։ Որովհետև ոնց Սուրբ Հոգին տանում առանց իրեսա բանը նայելու, ովաս, ինչ ես, սաղեն լսելու, առանց չարչարության, նույն ձևել, որ մենք մարմինավոր ստենցրնենք։ Անունը փառավոր, արեք աղոթք կանենք, որ Աստված զորացնի մեզի, որ իրան կանքը միջով վերջ կատարի, փառավորի Տեր։